Բարև ձեզ։ Այս տեսանյութում կխոսենք ինտերակտիվ ուսուցման 3 հիմնական մեթոդների մասին։ Ինտերակտիվ մեթոդները նպաստում են աշակերտի ակտիվ մասնակցությանը։ Դրանք բաժանվում են հիմնական 3 մեթոդների։ Դրանք են ճակատային մեթոդը, օգտագործվում է ուսուցչի ուղղակի մասնակցությամբ, խմբային մեթոդը, որը նախատեսված է համագործակցային ուսումնառության համար, խաղային մեթոդը, նախատեսված է սովորելու գործընթացը հետաքրքիր և մոտիվացնող դարձնելու համար։ Հիմա կդիտարկենք ամեն մեկը ավելի խորացված։ Անցնենք ճակատային մեթոդին։ Ճակատային մեթոդը նախատեսում է դասի անցկացումը ամբողջ դասարանի հետ միասին։ Ուսուցիչը ներկայացնում է նյութը, հարցեր է տալիս և ուղղորդում է քննարկումը։ Այս մեթոդը արդյունավետ է, երբ անհրաժեշտ է տրամադրել համապարփակ տեղեկատվություն։ Անցնենք խմբային մեթոդին։ Խմբային մեթոդը ենթադրում է աշակերտների աշխատանքը փոքր խմբերում։ Այս ձևաչափը զարգացնում է համագործակցությունը, բանավեճի և որոշում կայացնելու հմտությունները։ Յուրաքանչյուր սովորող ներգրավված է և պատասխանատվություն է կրվում խմբի աշխատանքի համար։ Իսկ հիմա կդիտարկենք խաղային մեթոդը։ Խաղային մեթոդները ուսուցման գործընթացը դարձնում են ավելի գրավիչ։ Դրանք նպաստում են սովորողների մոտիվացիայի բարձրացմանը, կիրառելով դերախաղեր, վիկտորինաներ կամ դասարանային մրցույթներ։ Այս մեթոդները հատկապես արդյունավետ են նոր նյութի յուրացման և հիշողության ամրապնդման համար։ Շնորհակալություն դիտելու համար, հուսով ենք այս նյութը օգտակար կլինի ձեր դասավանդման պրակտիկայում։ Եթե ցանկանում եք ավելի խորությամբ ծանոթանալ թեմային, կարող եք այցելել մեր կայք և ուսումնասիրել ինտերակտիվ մեթոդներ բաժինը։ Միացեք մեզ և դիտեք մյուս տեսանյութերը։